Շարունակում ենք եթերը եւ մայիսի 14-ին հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը, կամ ինչպես ասում են Ջան Գյուլումը։ Եթե Երևանում եք լինելու, ապա բաց մի թողեք տոնական արարողությունը, այն կմեկնարկի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից, մասնակիցները երկու պարով կքայլեն դեպի անգլիական այգի ազգային ավանդույթներով տոնախմբությունը շարունակելու։ Մեր տաղավարում են Տեր Արարատ Քահանա Օրդոյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ եւ Գերցինա Պետրոսյան Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցու երիտասարդաց միության անդամ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եկեք սկսենք ամենասկզբից եւ հասկանանք, թե ինչ խորհուրդ ունի համբարձման տոնը մեզ համար։ Իրապես համբարձման տոնի խորհուրդը շատ մեծ է։ Երբ ընթերցում ենք Սուրբ Գիրքը Ավետարանը, տեսնում ենք ինչ։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս հարություն առավ եւ հարությունից հետո ուղիղ 40 օր շարունակ եղավ երկրի վրա։ Հայտնվեց շատ-շատերին, իր առաքյալներին, տարբեր մարդկանց, նույնիսկ անհավատ մարդկանց, ովքեր Տիրոջը տեսնելով հարություն առած վիճակում դարձի եկան եւ դարձան Տիրոջ հետևորդը։ Եվ 40-րդ օրը հատուկ տեղ Ձիթենյաց լեռում նշան տվեց իր առաքյալների աչքի առաջ համբարձվեց երկինք, բարձրացավ երկինք եւ ամպը գեղեցիկ կերպով ծածկեց Տիրոջը իր առաքյալների աչքերից։ Այսօրվա խորհուրդը շատ մեծ է։ Համբարձման տոնը նաև այնտեղ հետաքրքիր կերպով շատ հստակ մի պատգամ կա, երբ Տերը համբառնում է երկինք, այդ պահին հայտնվում են երկու մարդիկ, հրեշտակներ, ովքեր որ առաքյալներին ասում են ինչպես որ տեսակ Քրիստոսի բարձրանալը երկինք, այդպես նաև պիտի տեսնեք, թե ինչպես է Քրիստոս երկրորդ գալստյան ժամանակ գալիս աշխարհ։ Այո։ Հրաշալի, եկեք հասկանանք ինչպես են տոնում այս տոնը եւ ինչ է մեզ սպասվում մայիսի 14-ին միջոցառումների ժամանակ։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ այս տարի եւս համբարձման տոնին Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները կազմակերպում են այս գեղեցիկ միջոցառումը։ Համատեղությամբ Կենտրոն վարչական շրջանի համայնքապետարանի եւ Վան Պարային ազգային համույթի։ Այս օրը մենք հավաքվելով ամսի 14-ին, 5 շաբթի օրը, ուղիղ 18:00-ին հավաքվում ենք Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում, այնուհետև երկու պարով բոլորս միասին շարժվում ենք դեպի անգլիական այգի, որտեղ եւ տեղի կունենա հիմնական միջոցառումը ազգային ավանդույթներով, պարով եւ մնացյալ այլ բաներով։ Այ որքանով են երիտասարդները ծանոթ այս տոնին եւ որքանով են ակտիվ մասնակիցը դառնալու։ Շատ բարի, քանի որ միայն այս տոնի մասին չէ խոսքը, այլ մնացած տոները եւս մեծ շուկով ենք նշում եւ մեծ պատրաստություն ենք տեսնում, տոնին բնավ ծանոթ ենք, որովհետեւ առաջին անգամը չէ ամեն տանի կանոնավոր կերպով մենք փորձում ենք ճանապարհել գարունը եւ դիմավորել ամառը, չէ որ համբարձման տոնը հենց այս երկու տարվա եղանակների կիզակետում է գտնվում եւ Քրիստոսի հարությունից 40 օր անց 5 շաբթի օրը պարտադիր նշում ենք այս տոնը, երիտասարդներս մեծ խանդավառությամբ մեր ծառայությունն ենք փորձում բերել առհայրենիք առ եկեղեցի, քանի որ ծիսակատարության ժամանակ մենք փորձում ենք մշակութային արժեքների կրողն ու շարունակողը եւ փոխանցողը լինել սերնդեսերունդ եւ ամեն բան անում ենք, որպեսզի այդ ամենը հավատի, հաստատուն եւ կայուն հիմքերով լինի։ Այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են մասնակցելու այս տոնին, եկեք հասկանանք ինչ է կատարվելու անգլիական այգում, ինչպիսի երգեր են կատարվելու, ինչպիսի պարեր են իրականացվելու։ Ջան Գյուլումի վիճակահանություն արվելու է այս տարի արդյոք։ Միանշանակ արվելու է, բայց հետաքրքիր կերպով վիճակահանության արդյունքում ամեն մեկս մի հատված ենք ավետարանական մաս ենք ընթերցելու, չէ որ ժողովողի մեջ էր ասվում հիշիր քո առաջին քո երիտասարդության օրերին եւ մենք երիտասարդներս այս պահին բուրոն նախապատրաստական աշխատանքների մեջ ենք եւ լինելու է կաթնահունցի եւ կաթնապուրի համտես եւս, որովհետեւ տոնի խորհրդանշական
համեղությունները հենց իրենք են ապահովողը, կատնահունցը հենց գաթայի տեսքով է բնականաբար հյուրասիրվելու մեր Իսկ բոլորին հերիքելու է։ Այո, այնպես Բոլորին կարող ենք սիրով հրավիրել։ Սիրով հրավիրում ենք, սպասում ենք, մուտքն ազատ է, միայն ուրախ կլինենք, որպեսզի ազգային երկուպարի միջոցով մեր ծիսական մեծ արարողությունը կարողանանք իրականացնել եւ փոխանցողը լինել։ Երկերի պարերի միջոցով, ինչպես նշեցինք, Վան ազգային պարային համույթի օգնությամբ, օժանդակությամբ այդ ամենը իրականացվելու է, մենք մեկ օր առաջ գնալու ենք եւ ծաղիկներ ենք հավաքելու, որովհետեւ հենց այդպես է տոնի խորհուրդը, երբ 7 տեսակի ծաղիկ ենք հավաքում եւ նաեւ ջուրն էին այն ժամանակ ըստ ավանդապատումի աղջիկները, չամուսնացած աղջիկները, ովքեր սպասում են իրենց փեսացուին, կողակցին, իրենք պետք է ինչ-որ մի բան անեին, որպեսզի արժանանային, չէ՞, այդ սիրուն եւ գնում էին կուժով ջուր էին բերում եւ բավականին բարդ կարծում եմ սոցիալական պայմաններում էին ապրում, այդ օրը բոլորը պարտադիր լոգանք էին ընդունում։ Իսկ նայեք մեզ ինչքան հասանելի է, չէ՞, դա ամենը հիմա թվում է թե կասենք ինչպես թե, բայց այն ժամանակ բավականին բարդ դեգերումների միջով են անցել եւ այսպիսի մի խոսք կար, երբ աղջիկները գնում էին ջուր բերելու, այդ ամբողջ ընթացքում ուխտի նման լռում էին եւ ոչինչ չեն խոսում, որպես իրենց նպատակը եւ երազանքը հապաղը կատարվի։ Այո, մենք այդպիսի բաներ չենք անելու, բայց կուժից վիճակի հանումը լինելու է բնականաբար։ Այ խոսեցինք ուխտագնացության մասին, նաև մենք բոլորս նաև գիտենք, որ ես առաջարկում իհարկե Սամվել, որ դու մտածես թե ինչ կարող ես երգել եւ մեզ այսպես զարմացնել։ Ես մի երգ գիտեմ համբարձման մասին, բայց խոսքերը գուցե չհիշեմ այս բանը։ Ես կարծում եմ ներողամիտ կլինեն մեր հանդեպ, արի փորձենք երգել։ Համբարձում յայլայի մասին է, չէ՞ խոսքը գնում։ Ես կփորձեմ քեզ միանալ։ Բայց ճիշտ ենք ասում, այդ երգը հնչում է այդ օրը։ եկեք փորձեմ միասին երգեք, քանի որ ես չեմ հիշում խոսքերը։ Իրական Համբարձում յայլա յայլա Համբարձում յայլա ահա այդ օրը ուզում ենք լավ լինի որպեսզի լավ սովորենք ոչ միայն ներկա գտնվեք, այլ նաև մասնակիցը կդառնաք Սիրով Պարերը, երբ որ պարերը իրականացվելու են, սկսելու են պարել, երկու պարին մասնակցելու են նաև ներկաները, ինչպես նաև այդ նույն ազգային ազգագրական երգերին մասնակից պիտի դառնանք բոլորս։ Այո, սա շատ լավ միտք է մեզ բոլորիս էլ ավելի մոտեցնել մեր ազգային երգերին ու պարերին։ Այ մենք նաև գիտենք, որ շատ անգամ համբարձման տոնից առաջ կամ 1 օր հետո պարտադիր լինում է 1 շաբաթ հետո լինում է պարտադիր նաև ուխտագնացություն։ Այ սրբավայրեր, այ ինչով է սա նաև կապված իր հետ։ Գիտեք, ավանդույթի համաձայն հենց համբարձման տոնի օրն է, որ մեծ ուխտագնացություններ է կատարվել։ Ուխտագնացությունը ինքը աղոթքի մի ճանապարհ է ամեն մեկիս համար եւ ազգային տոները ինչպես նաև եկեղեցական տոների հետ համահունչ միաձուլվելով կազմում են մի ամբողջականություն։ Կհիշեք, օրինակ ես շատ լավ հիշում եմ, երբ իմ մանկության տարիներին համբարձման տոնին ինչպես էինք նշում, երեխաները հավաքվում էին, բակի երեխաները միատեղվում էին, երգում էին, պարում էին, տնից տուն էին գնում, այս տարի եւս միջոցառումը մենք այս ճանապարհի, նաև ուխտագնացության ճանապարհով պիտի անցնենք խորհրդանշաբար եւ մասնակիցը պիտի փորձենք դարձնել մեր քաղաքի բնակիչներին։ Ինչու հենց ճանապարհ քայլել, ոչ թե կոնկրետ տեղում հավաքվել, որպեսզի ճանապարհին եղողներն էլ մասնակից դառնան կամ ներկա լինեն կամ գուցե միանան մեզ դեպի այգի գնալիս, այգում հավաքվելիս միջոցառումը միասին նշելու համար։ Գիտեք, այդ օրը համբարձման տոնը ինքը շատ մեծ հոգևոր խորհուրդ ունի իր մեջ, որովհետև մեր Տերն է Հիսուս Քրիստոս է համբարձվում երկինք։ Երբ Տերը իր առաքյալներին մինչև համբարձումը պատմում էր կամ հարությունից առաջ էլ տեղեկացրել է, պատմել է, որ պիտի համբառնա երկինք, առաքյալները մի փոքր չհասկանալով են մոտեցել այս խոր գաղափարին, մտքին, եւ Տերը իրենց ասել է, եթե ինձ սիրում եք, ուրեմն ուրախ պիտի լինեք, որ ես գնամ, քանի որ երբ որ գնամ երկինք, համբառնամ երկինք, ինձանից հետո պիտի գա Մխիթարիչը, Սուրբ Հոգին, ով ձեզ պիտի հիշեցնի եւ սովորեցնի այն ամենը, ինչ որ ձեզ փոխանցեցի։ Եվ համբարձման տոնից հետո ուղիղ 10 օր հետո մենք նշելու ենք Հոգեգալստյան տոնը։
Եվ խոսում ենք եկեղեցական տոներից, իրապես մենք ունենք բազում եկեղեցական տոներ, այ կնշեք այն տոները, որոնք կցանկանայիք, որ նմանատիպ ավելի մեծ շուքով նշվեր։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի հատուկ ուշադրության կենտրոնում է տարբեր տոներ եկեղեցական, որոնք համաձուլվում են ազգայինին։ Քանի որ Սրբազան հայրը ուշադրություն դարձնելով ազգային եկեղեցական համաձուլվածքով տոներին, նպատակ ունի նաև այդ տոների խոր գաղափարը փոխանցել սերունդներին։ Տոները շատ են, եւ մեր երիտասարդաց միությունը ամբողջական միությունները համատեղվելով մենք ընտրում ենք տարվա սկզբում որոշակի տոներ եւ աշխատում ենք այդ տոների շուրջ եւ տոնին համապատասխան օրերին կամ նախորդ օրերին կամ տվյալ օրը մենք փորձում ենք իրականացնել այս տոները, կազմակերպել այս միջոցառումները, հիշեցնելու համար մարդկանց վերաթարմացնելու հիշողությունը եւ տոնի գաղափարը նորովի կերպով, թարմացած կերպով փոխանցելու ժողովրդին։ Բազմաթիվ են տոները։ Հատուկ ինչ որ մի այսպիսի տոն չկա, որ սրա այս տոնի վրա պիտի ուշադրություն դարձնենք, ոչ, շատ տոներ ունենք, որոնք հերթականությամբ մենք իրականացնում ենք միջոցառումների տեսքով նաև։ Մենք նաև անհամբեր սպասում ենք Վարդավառին եւ հուսամ, որ նորից առիթ կունենանք մեր տաղավարում եւս մեկ անգամ խոսել այդ գեղեցիկ տոնի մասին։ Եկեք եւս մեկ անգամ հիշեցնենք, թե որտեղից է սկսվելու եւ որտեղից կարող են ձեզ միանալ։ Քայլերթը սկսվելու է Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու բակում մայիսի 14-ին ժամը 18:00։ Ձեզնից պահանջում եմ միայն ձեր ուրախ տրամադրությունը եւ ներկայությունը, մնացածը մենք ապահովենք։ Շնորհակալություն։ 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 Մենք անցնենք առաջ, տեսնենք թե ինչ է սպասվում մեզ։ Շարունակում ենք մեր եթերը։